Փաշինյանը արդեն հայտարարել է Արարատցիան վերցնելու, ձեր տները վերցնելու մասին, եք չմեջբերել Նիկոլ Փաշինյանի կողքերը, հետի հետ ինչ եղավ։ Հիմա տեսեք, դուք ունեք պլան B։ Օրինակ, եթե այս ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին հաջողվի իշխանությունը վերցնել, իշխանություն դառնալ, դուք պատրաստվում եք մինչև կորցնել ձեր ունեցվածքը մի մասը կամ չգիտեմ ինչքան որ Նիկոլ Փաշինյանից զգուշացնել որ կվերցնի դուք դրան պատրաստ եք պայքարել մինչև վերջ թե ընտրություններից հետո դուք կարող եք հնարավոր է որպեսզի չկորցնեք ձեր ունեցվածքը շարունակեք բիզնես գործունեությունը հայտարարեք քաղաքական էջը փակելու մասին եւ կոմպրոմիսի գնալ իշխանության հետ եւ շարունակել ձեր բիզնես այնպես ինչպես շատ գործարաններ են շարունակում բայց դու ինձ քեզ շատ գործարաններ հետ քաղաքական էջը հնարավոր է փակեք այսպես մտահոգվելով կամ վախենալով այս բառերով ասեմ Նիկոլ Փաշինյանի զգուշացումներից կամ սպառնալիքներից դեր անունը ոնց էր Գայանե ջան ինքնին հասկանում ես ամեն մարդ իր գնահատականն ունի, իր արժեքներն ունի, իր ապրածն ունի, իր թողածն ունի։ Սարոկյանը նման է տվյալ բանի, ինչ որ հանուն ունեցվածքի, որ ես իմ ազգովի խայտարակվեն, որտեղ մտնեն, ասեն դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց, եթե այսօր մարդիկ պատերի տակ նստած, ասեմ, ախ ցավալի է, խնդրում եմ ձեզ, դուք որ գնացեք մի հատ տարածքները նայեք, էլի մրթեք մարդկանց տները, իրավիճակը նայեք, ձեռները նայեք, տան ունեցվածքը նայեք Սիրտդ կցավա, որ նայում ես, ոնց կարա դու քո ունեցվածքի համար, հանուն այդքան ու դու, ոնց ասեմ քեզ, ընդմիշտ դու ոնցով դառնալու ես ազգի թշնամի, Սարոկյանը այդ գործարաններից չի, ես ասել եմ, իմ ունեցվածքը ինձ տեղյակ են պահել, որ սենց նախապատրաստում են դեռ 2 ամիս առաջ, թղթեր են հավաքում, ես ասել եմ երբեք ես չեմ կարող, իմ հայրենիքը դավաճանել, հանուն ունեցվածքի, ես հզոր տղերք ունեմ, ազգա, հա? Ինչ եմ արել? Անուն մարդկանց անվտանգություն դուք այսինքն մեզ համար դարաշրջանապատվության հարցը մինչև վերջ գնալեք եւ Նիկոլ Փաշինյանի հետ կոմպրոմիս չի լինելու պայքարել եք փողոց դուրս գալու եք Ուրեմն հիմա ես ձեզ ասում եմ որ լիարժեք ես իմ անուն ազգանունը որպես տղամարդ որպես հայ արժանի մարդ Սարոկյան Գագիկ ես ձեզ ասեմ այսքան դուք նայում եք Քարոզ Արշավին բոլոր տեղերը գնացել եմ Պարզա պատրաստված քպականներ են եկել, հարցեր տվել, սաղին քաղցր, աղբեր ջան, մայրիկ ջան, ու լիարժեք շատ հանգիստ, ես ասեմ, մարդը պետք է ընդունակություն ունենա, քննադատությունը եթե տեղին ընդունես, եթե չէ, նոր ասեն կարող ես պատասխանել։ Ոչ մի կոմպրոմիս չկա, դու չեք զգում, որ մեր մեջ կոմպրոմիս չի կարա լինի։